Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը եռապատկվել է, տարեկան կտրվածքով անցնելով 20,000-ը։ Այս մասին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Սա դրական ցուցանիշ է ու սրան զուգահեռ մենք խնդիր ենք ունեցել հասկանալու ինչպես թվայնացնել այս գործընթացը, ասաց նա։ Սարգսյանը տեղեկացրեց, որ 2024-ից 2025 թվականների ընթացքում քաղաքացիության ոլորտի փոփոխությունների փաթեթ է մշակվել, որը հնարավորություն կտա թվային հարթությունում իրականացնել քաղաքացիություն ստանալու ամբողջ գործընթացը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը 2024 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ միայն 9 ամսում 16060 անձ է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի աշխատակիցներն Ասիական զարգացման բանկի առաքելության հետ համատեղ այց են իրականացրել Լոռու եւ Տավուշի մարզեր։ Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելությունը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը եւ ճանապարհային դեպարտամենտը համատեղ առաքելություն են իրականացրել խթանելու Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը։ Ուշադրության կենտրոնում էր Պուշկինի եւ Դիլիջանի թունելների արդիականացումը, խելացի ճկուն լուծումներով եւ մասնավոր հատվածի գրավվածության ուսումնասիրման վրա, երկարաժամկետ ազդեցության համար։ Ֆրանսիայում սպառողական գները, որոնք ներդաշնակեցված են Եվրամիության ստանդարտներին, մարտին տարեկան կտրվածքով աճել են 0,9%-ով։ Մարտի ցուցանիշը համընկել է ինչպես նախնական գնահատման, այնպես էլ հարցված վերլուծաբանների ակնկալիքների հետ։ Այսպիսով գնաճը մնացել է փետրվար ամսվա մակարդակում։ Մարտին սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0,2%-ով, ինչպես սպասվում էր։ Փետրվարին գները հունվարի համեմատ աճել են 0,1%-ով։ Անցյալ ամիս ֆրանսիական ստանդարտների համաձայն հաշվարկված գները տարեկան աճել են 0,8%-ով, իսկ ամսական 0,2%-ով։ Մեկ ամիս առաջ սպառողական գները, որոնք մշակվել են ֆրանսիական ստանդարտներով, նախորդ տարի աճել են 0,8%-ով եւ նախորդ ամսվա ընթացքում չեն փոխվել։ Ապրիլին Ֆրանսիայում գնաճի դինամիկայի վերաբերյալ նախնական տվյալները կհրապարակվեն ապրիլի 30-ին։